Ողջույն բոլորին։ Այս տեսանյութում ձեզ կներկայացնեմ շատ հետաքրքիր հանելուկներ եւ գլուխկոտրուկներ, որոնց շնորհիվ կմարզեք ձեր ուղեղը։ Դե ինչ, գնացինք առաջ։ Երկուշաբթի օրը Անին ավտովթարի ենթարկվեց։ Նա ուղեղի ցնցում ստացավ եւ ոտքը կոտրեց, բայց հաջորդ իսկ օրը նրա գործընկերը տեսավ նրան հեծանի վարելիս եւ նա լիովին առողջ տեսք ուներ։ Ինչպես է դա հնարավոր։ Նայեք, ավտովթարի ենթարկված աղջկա կոճին դաջված կա, իսկ հեծանի վարող աղջկա կոճին դաջված չկա։ Հեծանի վարող աղջիկը Անի երկվորյակ քույրն է։ Արտակը քոլեջի ուսանող էր եւ մենակ էր ապրում հանրակացարանի իր սենյակում։ Մի ուրբաթ երեկո հանրակացարանում խնջույք էր կազմակերպվել, որին հրավիրված էին համալսարանի բոլոր ուսանողները։ Խնջույքի ընթացքում Սարգիսը արտակին գտավ իր սենյակում թունավորված վիճակում։ Դեպքը հետաքննելու համար դետեկտիվ եկավ։ 3 հիմնական կասկածյալներն էին՝ Անահիտը, Աստղիկը եւ Արամը։ Նրանք 3-ն էլ պնդեցին, որ արտակի սենյակ չեն մտել։ Ո՞վ է մեղավորը։ Ամենահավանականը Աստղիկի տարբերակն է։ Նայեք մահճակալին, այնտեղ ականջող կա, իսկ Աստղիկը կրում է միայն մեկ ականջող, որը նույն տեսքն ունի։ Այսինքն նա ամենայն հավանականությամբ եղել է այդ սենյակում։ Ալան դասերից հետո մնացել էր քոլեջում դասընկերների հետ միասին նախագիծն ավարտելու համար։ Նա գնաց խանութ իր համար ուտելիք գնելու։ Երբ վերադարձավ, նկատեց, որ իր դրամապանակը գողացել են։ Նա այդ մասին հայտնեց ոստիկանությանը։ Դասընկերները հերքեցին, որ որևէ բան են գողացել։ Դետեկտիվը ուշադիր զննեց նրանց եւ հասկացավ, թե ով է ստում։ Ալան ասում էր, որ գնացել էր ուտելիք գնելու։ Դա նշանակում է, որ դրամապանակն իր մոտ էր, հետևաբար ոչ ոք չէր կարող այն գողանալ։ Այս իրավիճակում ստում էր հենց ինքը Ալան։ Հարուստ մի կին զվարճանում էր ակումբում։ Խնջույքի ժամանակ նա զգաց, որ ինչ-որ մեկը փորձում է իրենից գողանալ իր $1 միլիոն արժողությամբ ադամանդե վզնոցը, սակայն գողը անմիջապես անհետացավ։ Տիկինը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց ոչ ոքի դուրս չթողնել եւ ոստիկանություն կանչեց։ Երբ դետեկտիվը ժամանեց, անվտանգության աշխատակիցն ասաց, որ ոչ ոքի դուրս չի թողել, սակայն տեսել է, թե ինչպես է մի տղամարդ գաղթագողի դուրս գալիս հետևի դռնով։ Պահակը ձերբակալվեց։ Ինչու։ Նայեք, հետևի դռան վրա մեծ կողպեկ կա։ Այդ դուռը փակ էր եւ ոչ ոք չէր կարող այնտեղից դուրս գալ։ Ուրեմն անվտանգության աշխատակիցը ստում էր։ Տիկին Մարինեն ապրում էր իր որդու Ռոբերտի հետ։ Ռոբերտը քոլեջի ուսանող էր։ Նրա մայրը ամեն օր աշխատում էր եւ չգիտեր, որ որդին հաճախ բաց էր թողնում դասերը։ Դեկտեմբերի մի առավոտ, ինչպես միշտ, տիկին Մարինեն գնաց աշխատանքի։ Երբ երեկոյան վերադարձավ տուն, հասկացավ, որ Ռոբերտը մեքենայով քոլեջ չէր գնացել, չնայած այդ օրը դասեր ուներ։ Ինչպես նա դա հասկացավ։ Այդ գիշեր ձյուն էր եկել։ Երբ տիկին Մարինեն առավոտյան գնաց աշխատանքի, Ռոբերտի մեքենան ամբողջությամբ ծածկված էր ձյունով։ Երբ նա վերադարձավ, մեքենան դեռ նույնքան ծածկված էր ձյունով։ Եթե Ռոբերտը մեքենայով քոլեջ գնացած լիներ, ճանապարհին մեքենայի վրայի ձյունը կհալվեր կամ կմաքրվեր, կամ գոնե կմաքրեր մեքենայի դիմապակին։ Կատրինը զբոսնում էր անտառում։ Երեկոյան նա որոշեց վերադառնալ տուն։ Մի ճանապարհ կար, որը տանում էր դեպի տուն, բայց նա ընտրեց մյուս ճանապարհը, որը տանում էր դեպի կախարդի տունը։ Կախարդն ու նրա թոռը, որն այդ ժամանակ տատիկի տանն էր մնում, ջերմորեն ընդունեցին Կատրինին։ Այս անգամ Կատրինի հերթն էր նրանց հանելուկ ներկայացներ։ Եթե նրանք չկարողանային լուծել նրա հանելուկը, ստիպված էին լինելու նրան տալ իրենց կատվին։ Կատրինը ասաց. «Ես ունեմ 2 դասընկերուհի, որոնք միանման երկվորյակներ են։ Մարին ծնվել է 2003 թվականին, իսկ Բեթին 2004 թվականին։ Ինչպես է դա հնարավոր»։
Նրանք երկվորյակներ են, բայց ծնվել են ամանորի գիշերը։ Մարին ծնվել է կեսգիշերից մի քանի րոպե առաջ, 2003 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ Բեթին կեսգիշերից անմիջապես հետո, 2004 թվականի հունվարի 1-ին։ Անին եւ Մերին պատրաստվում էին գնալ իրենց ընկերոջ տուն խմբային նախագծի վրա աշխատելու։ Համենայն դեպս այդպես էին նրանք ասել իրենց ծնողներին։ Իրականում նրանցից մեկը պատրաստվում է հանդիպել իր գաղտնի ընկերոջ հետ եւ դրա համար պետք է ուրիշ տեղ գնա։ Կարող եք հասկանալ թե ով։ Դա Անին է։ Նա չափազանց շքեղ է հագնված սովորական դաս սովորելու համար։ Սյուզաննան ամբողջ ամառն անցկացրեց գյուղում, տատիկի ու պապիկի տանը։ Վերջապես նա վերադարձավ քաղաք եւ նրա երկու լավագույն ընկերները գնացին երկաթուղային կայարան նրան դիմավորելու։ Կարող եք հասկանալ, թե տղաներից որ մեկն է գաղտնի սիրահարված նրան։ Դե հաշվի առնելով, որ ձախ կողմում գտնվող տղան նրա համար ծաղիկներ ու քաղցրավենիք է բերել, ես կասեի հենց նա է հավանում Սյուզաննային։ Իսկ հիմա եկավ գլուխկոտրուկների ժամանակը։ Կարող եք ասել, թե այս տղամարդկանցից որ մեկն ունի հարուստ կին։ Ձախ կողմում գտնվող տղամարդը նույնիսկ ամուսնական մատանի չի կրում, այնպես որ ես կասեի աջ կողմում գտնվող տղամարդը։ Ձեր կարծիքով ով ունի շուն։ Ձախ կողմում գտնվող տղամարդը, նայեք նրա կոշիկներին։ Դրանք ամբողջությամբ ծամված են, հավանաբար նրա շունն է ծամել դրանք։ Դե ինչ ընկերներ, այսօրվա համար պատրաստել էի այսքանը։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք ալիքին եւ հավանեք տեսանյութը։